Հայոց ցեղասպանության փոխարեն 1915 թվականի ապրիլի 23-ի զոհեր։ Եվրամիության դիտորդական առաքելությունն X-ի իր միկրոբլոկում փոխել է հայոց ցեղասպանության մասին նախնական գրառումն ու խմբագրել ցեղասպանություն եզրույթը։ ԵՄ դիտորդական առաքելության ձևակերպումները դիտորդական առաքելության անդամները չեն որոշում։ Դա արդեն քաղաքականություն է։ Եվ երբ որ իրենք խմբագրել են տերմինը, այսինքն 15 թվականի իրադարձությունները սարքել ցեղասպանությունը, դա միանշանակ չէր կարող տեղի ունենալ առանց Հայաստանի կառավարության հետ համաձայնեցնելու։ ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր փուլ մտնելու ֆոնին տարօրինակ է առաքելության այս վարքը քաղաքագետների համար։ Ասում են, այս քայլը մտահոգիչ է այսօրվա միջազգային քաղաքականության տեսանկյունից։ Եթե ուշադրություն եք դարձրել, քաղաքացիական պայմանագրի պաշտոնյաները արդեն սկսել են օգտագործել 15 թվականի դեպքերը կամ իրադարձությունները։ Սա նշանակում է, որ քաղաքականություն է փոխվել։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս քննադատել է դիտորդական առաքելության այս վարքը, անհավանական ցինիզմ ու զզվելի է որակյալ պաշտոնյան ԵՄ դիտորդական առաքելության գրառման փոփոխությունը։ Եվ ԵՄ-ի տեքստերը կփոխվեն, եւ ԵՄ-ի ներկայացուցիչը չի գա այդ օրը ավելի շատ Հայաստան ցեղասպանության համար եւ շահերի դաշտն է, որը մարդիկ իրենց դեպքում բան են անում։ Պարզ պետք է ընդունենք, հասկանանք, որ ԵՄ-ն որևէ մի բանով չի տարբերվում, որևէ մի այլ երկրի, որը իր շահերը ավելի ագերադասնում Ադրբեջանից զարգացնել կամ թե Հայաստանից։ Չնայած ԵՄ պաշտոնական մարմինները դեռևս չեն պարզաբանել այդ քայլը, կարծիք, որ այս գործելավոճը կարող են ուղղված լինել Եվրամիության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդմանը։ Սրանով ԵՄ-ն կարող է փորձել պահպանել նուրբ հավասարակշռությունը, մի կողմից ճանաչելով հայոց ցեղասպանության պատմական նշանակությունը, մյուս կողմից խուսափել ավելորդ կոնֆլիկտից։ Եվ վախով, որ կարող է Ադրբեջանը բան անի, իրավունքները խախտել։ Նույն ԵՄ-ի համար Եվրոխորհրդարանը, ԵՄ-ն ինքը ասում է բանը, չէ, այլևս Լիսաբոնից հետո իր կառուցվածքը Եվրոխորհրդարանից ասես։ Եվրոխորհրդարանը ունի բանաձևեր ընդունած ցեղասպանության բաների վերաբերյալ, բայց սա լավագույն օրինակն է։ Բոլորի ոչ միայն երեսը կամ ինչքան, այլև հասկանալը, որ այդ շահերը նավթի ու բանի հետ կապված ավելի կարևոր են, քան որևէ մարդկային։ Փորձագետների դիտարկմամբ հայոց ցեղասպանություն բառի հեռացման որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Եվրամիությունն ու աշխարհում ցանկացած կառույց հետապնդում է իր սեփական շահը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։